Վիրահայերի միասնություն միության համանախագահ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Ծննդով Ջավախցի Տաճատ Վարդապետյանն ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերից Արցախի կողքին էր։ Իր շնորհիվ հայրենիքից դուրս գտնվող բազմաթիվ հայեր իրենց նյութական ու բարոյական աջակցությունն են ուղղել Արցախին։ Բարեգործության համար մոտ 4 միլիոն ռուբլի է հասել եւ 4 մեքենաներ, որոնցից երկուսը մի 3 շաբաթ առաջ բերել ենք այստեղ։ Անցնել ենք պաշտպանության բանակին, հիմա այս 2 մեքենաները բերել են մյուս Ջավախցի բարեգործ իմ ընկերները Գրիգոր Հարությունյանը եւ Ալեքսանդր Մակարյանը։ Ամեն մեկը այս երկուսով են բերել 2 մեքենաները եւ բերել ենք օրելի հանձնենք պաշտպանության բանակին։ Դեռ ապրիլի 5-ին էր ջավախցիներին դիմել պատերազմող Արցախին աջակցելու կոչով, չանցած մի քանի ժամ համախմբվել են բոլորը, արձագանքները ոչ միայն Ջավախքից, այլ նաև Ռուսաստանի Դաշնության հայաշատ տարբեր բնակավայրերից էին։ Հոգեբանական այնքանով է, որ համայն հայությունն է համախմբված, բռունցքված է հայությունը եւ ցանկացած ոսող, ցանկացած մանր-մունր թշնամի սարսափում է հայության հավաքական կերպարից եւ ովակական ուժից, սա ես կուզենամ, որ վարակիչ լինի եւ անընդհատ լինի եւ այս փոխադարձ օգնությունը եղբայրական դրսևորումները մեր ազգի անընդհատ լինեն, որովհետեւ սա ճիշտ է, ապրիլյան սկիզբը ուղենշվեց զոհերով լույսիչնի նրանց ճիրիմներին, նրանք չզոհվեցին, նրանք նահատակվեցին, անմահացան, բայց մեր ազգային ինքնության գաղափարը կարծես թե մեկ նոր սանդղակ նվաճեց, որը միայն հպարտություն է բերում։ Եվ այդ կորստյան վիշտը, կորստյան ցավը կարծես թե ինչ որտեղ զիջում է այն ազգային հպարտությանը, որ մենք ապրում ենք այսօր այս ազատ անկախ Արցախում։ Տաճատ Վարդապետյանը վստահեցնում է, որ օգնությունն ու աջակցությունը շարունակական է լինելու, հայության մի բեկոր ջավախքը մշտապես արցախահայության կողքին է լինելու։ Իսկ Սվերդլովսկ քաղաքից Կարեն Բաղարյանով լսելով Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների մասին, որոշել է իր անձնական ներդրումը բերել Արցախին։ Նա պաշտպանության բանակին է նվիրաբերել ու ազմակնիշի 1 շտապ օգնության ավտոմեքենա։ Так как враг не дремлет и готовился к эскалации напряженности в этом регионе. Քանի որ թշնամին քնած չէ եւ պատրաստվում է լայնամասշտաբ գործողությունների այս տարածաշրջանում, փորձարկում է մեր բանակի պաշտպանունակությունը, ստուգում է ամրությունը եւ մեր տղաների ոգու արիությունը, որոշել եմ նույնպես մասնակցել մեր բանակի պաշտպանունակության բարձրացմանը, մասնավորապես որոշել եմ այս մեքենան նվիրել պաշտպանության բանակին, որպեսզի կարողանանք տեր կանգնել մեր ազատ ապրելու իրավունքին եւ մեր երկրի անկախությանը։ Կոչ եմ անում Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում ապրող հայերին, բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրի ապագայի նկատմամբ, ցուցաբերել օգնություն, որպեսզի թշնամուն հետ չպրտենք իր ելման դիրքեր եւ որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի։ Սամվել Բալայան, Արտավազդ Գրիգորյան, օր